Սատուրնը ինչպես բոլորս գիտենք, ես շատ եմ սիրում Սատուրն մոլորակը եւ միշտ լավացնում եմ իմ Սատուրնը, ճիշտ ուղղորդվելով։ Սատուրնի գույնը սևն է, մեծ կապ ունի նաեւ 8 թվանշանի հետ եւ Սատուրնը ինձ դուր է գալիս որ սիրում է կարգուկանոն հաստատել եւ երբ որ սահմանափակումներ է դնում մարդու կյանքում մարդ պետք է դասեր քաղի իր կյանքից եւ որ հետագայում նույն սխալը չկրկնի, հա։ Սատուրնի գույնը բացի սևը դրանք սևագրադներն են, սև շներն են, որոնց դուք պետք է կերակրեք, եթե իհարկե ցանկանում եք։ Սատուրնը սիրում է կարգուկանոն հաստատել, ուզում է ցանկանում է որպեսզի դուք նաև ձեր սահմանները պահպանեք, պաշտպանեք։ Օրինակ, եթե Սատուրնը հորոսկոպի ձեր նշանում կարող է լինել 12-րդ տանը, հա, օրինակ ձկներում, Սատուրնը ձկներում դա խոսում է այն մասին, որ դու պետք է կարողանաս սովորել քո կյանքում կարգուկանոն հաստատել եւ սահմաններ, հենց այս մասին էլ է խոսքը, սահմանները քո, հա, ցույց տաս, որ ինչ որ մարդիկ հատ են, օրինակ, դու պետք է քո ժամանակը, քո էներգիան, քո ամեն մի րոպեն, ամեն մարդու վրա չվատնես, ամեն մարդու բացասականը քո վրա չվերցնես, պետք է դուրս գաս զոհի դերից, ինչ որ քայլեր անես, հա, սահմանափակումներ դնելով դու այն մարդկանց, ովքեր որ արժանի չեն քո կյանքում լինել կամ ում բացասականը դու ցանկանում ես քո վրա վերցնել։ Ժամանակն է զոհի դերից դուրս գալու եւ սկսելու կարգուկանոն հաստատել քո կյանքում եւ սահմաններ դնես, որոնք իրավունք չունեն ոչ մեկ հատելու այդ սահմանները։ Սատուրնը ձեզ ասում է հենց դրա ժամանակն է, որովհետեւ Սատուրնը այո սիրում է դասիրակել, ինքը մեծ ուսուցիչ է եւ ամեն մարդ նայած ինքը ինչպես կարող է հասկանալ, դա է ճիշտը, որպեսզի ձկները կարողանան ճիշտ վայրեջք կատարել հողի վրա, չսավառնեն, հա, երկնքում այդ վարտագույն ակնոցները հանեն եւ սկսեն աշխատել իրենց վրա կյանքից դասեր քաղելով եւ ճիշտ ապրելով, հա։ Այսքանը, եթե ձեզ հետաքրքրեց, կարող եք այստեղ մեկնաբանություններում գրել եւ եթե ունեք հարցեր, կարող եք նաեւ դիմել աստաբանական ձեր քարտեզը վերլուծելու համար, գտնելու ինքներդ ձեզ, ով եք դուք, ինչի համար եք եկել այս աշխարհը եւ որն է ձեր այսօրվա միսիան, առաքելությունը այս կյանքում, ավելի լավ ձեզ ճանաչելով եւ ինքներդ ձեզ գտնելով։ Այսքան։ Թեմաներից խոսեմ, ուրեմն օրինակ ամուսիններով, հա, ապրում են իրար հետ, տղամարդը կարող է կնոջը նվաստացնել եւ ինչն է հետաքրքիր այստեղ, որ կինը կարող է չցանկանալ բաժանվել կամ ամուսինը ինչ պատճառներով չեն ուզում բաժանվել, հա, ավարտելով իրենց կարման, որովհետեւ ամեն մարդ առանձնանա, բաժանվի իր կյանքը դասավորի, ինչպես կինը, այնպես ամուսինը։ Եվ այստեղ 30 տարի ապրելով միասին մարդը կարող է ուրեմն խոսքի օրինակ տիկնոջ ամուսինը կարող է մահանալ եւ դա հենց Սատուրնն է, որը տանում է ամուսնուն։ Եվ նրանք հաջորդ կյանքում գալիս են, որպեսզի նորից հանդիպեն իրար եւ այդ հարցերին լուծում տալ։ Հաջորդը դա կապված է ուրեմն աղքատության հետ, որովհետեւ աղքատ մարդիկ իրենք են ընտրում աղքատությունն էլ է դա Սատուրնը, որովհետեւ աղքատ մարդիկ չգիտեն թե որտեղ իրենց էներգիան ուղեն եւ այստեղ ամեն մարդ ինքն է, հա, որոշում կայացնում թե ինչպես որ կողմը էներգիան իր տանի եւ չգիտես ինչու ընտրում են աղքատությունը եւ կործանվում։ Անում այնպեսի գործողություններ, որ մտածում են, որ իրենց կյանքում երբեք կարման իրենց չի պատժի, հա։ Շատ մարդիկ չեն հավատում սրան, բայց սա իլյուզիա է, որովհետեւ իրականում այո ամեն մարդ յուրաքանչյուր մարդ ինչ գործողություն անում է, նա միշտ էլ կարմայական իր պատասխանը ստանում է, որովհետեւ դիեզերքը ունի օրենքներ, որոնք խախտել չի կարելի։ Եթե ոչ այս կյանքում, այլ հաջորդ կյանքում 100% մարդ դրա համար պետք է պատասխան տա եւ պատասխանել տալիս է 100%։ Սատուրնը նաեւ եթե ձեր կյանքում հատեսում եք ինչ-որ փակուղի կա, դա նշանակում է ինչ-որ սահմանափակման հետ կապ ունի, կարող է եւ Սատուրնի հետ կապ ունենալ։ Այսինքն Սատուրնը սիրում է որպեսզի դուք դանդաղ, բայց քայլ առ քայլ, հա, շարժվեք, ինչ-որ քայլեր ձեռնարկեք, կամանց նպատակներ դնելով եւ առաջ շարժվելով, սա էլ է Սատուրնը։ Սատուրնը ինչպես աղքատության հետ կապ ունի, հա, այնպես էլ վարձատրության, հարստության եւ Սատուրնը ընդհանրապես կարիճում այստեղ խոսում է այն մասին, որ մարդիկ կարող են օրինակի համար, հա, ինչ որ անհասկանալի վախեր ունենան իրենց մեջ, անգամ պարտների հետ կապված իրենց սրտը խորքում, որ պարտները կարող է իրենց դավաճանել, հա, կողակից ոչ մեկին չեն վստահում, դա միգուցե կապ ունի նրա հետ, որ մարդու կյանքում բավականին դավաճանությունները շատ են եղել եւ այլ, հա, այսպիսի մարդիկ կարող են աշխատել այնպիսի օրինակներ, որոնք որ ինչ կապ ունի վախերի հետ նաեւ, հա, այսինքն օրինակ մարդ կարող է աշխատել